մեր պլան Ան Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ան չէ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան։ Փաշինյանի հիմնական խոսույթը այսպես կոչված խաղաղության օրակարգն է, որ նոր օրի ձախողվում է, իսկ Ադրբեջանի նախագահի հիմնական ասելիքն այն է, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի բանակցությունները մի կողմ, բայց գետնի վրա իրենք բոլորովին այլ բան են անելու։ Նա այդ մասին պարբերաբար խոսում է բռնազավթված Արցախի երբեմնի հայկական բնակավայրերից։ Այն պարագայում, երբ հայ-ադրբեջանական բանակցություններ պարզապես չկան, իսկ դա ապացուցում է, թե որքանով էին անկեղծ երբեմնի բանակցությունները։ Վարչախումբը խոսում է խաղաղության օրակարգի մասին այն պայմաններում, երբ այսօր աշխարհում միջազգային հարաբերությունները թելադրվում են պատերազմներով։ Խոսել խաղաղության օրակարգի մասին առանց ապահովելու պետական ամրությունները անմտություն է, եւ ամուր պետություն կամ գոնե դրա հավակնություն չունենալով պետությունը որպես բանակցային կողմ արդեն իսկ թույլ է։ Թե որն է բանակցությունների մեր օրակարգը, կարելի է միայն ենթադրել իշխանության ելույթներից։ Ասում են ցավոտ լուծումների կգնան, իսկ որոնք են դրանք։ Միջանցքը, անկլավները թե մի այլ բան։ Հայաստանի քաղաքացիները պետք է այս ամենի պարզ պատկերն ունենան։ Արցախի կարգավորման շուրջ ՀՀԿ Մինսկի խմբի Հովանու ներքո երբեմնի բանակցությունների մասին բոլորը տեղեկացված էին, գիտեին հիմնական դրույթները, եւ վերջնական հարցն Արցախի կարգավիճակն էր, որը պետք է ապահովվեր հանրակրվեով։ Հիմա ինչի մասին են բանակցությունները։ Կարևոր է նաև այն, թե ինչ միջավայրում են տեղի ունենում բանակցությունները, ուղղակի ռազմական ճնշման։ Այդ դեպքում արդյունավետ բանակցել եւ ստորագրել խաղաղության պայմանագիր պարզապես անհնար է։ Մեր պատանները դեռևս Ադրբեջանում են եւ այդ օրակարգը մոռացվել է։ Եթե առաջ բանակցվում էր Արցախյան հակամարտությունը եւ հրադադարի խախտումները տեղի էին ունենում ազատագրված տարածքներում, հիմա այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Փաշինյանի թեզերը երբեմնի մադրիդյան սկզբունքների մասին դավաճանական էին։ Նա դրանք ներկայացրեց որպես դիվանագիտական ձախողում, նշեց, թե իբր դրանք կիրառելի չեն։ Երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում հայտնի են։ 5 տարրերն էլ դրանք կիրառական էին դարձնում եւ ուղղակիորեն վերաբերում էին Արցախի միջանկյալ կարգավիճակին եւ ապագայում անցկացվելիք հանրակրվեին։ Նա մանիպուլացնում է, երբ ասում է, թե այդ սկզբունքներն այլևս կիրառելի չէին։ Երբ Փաշինյանը շարունակաբար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները ներառյալ, Ալիևն ի պատասխան ակնարկում է, որ 29743 քառակուսի կիլոմետր սահմաններում երբեք չի ճանաչի Հայաստանը։ Առնվազն 2022-ի աշնանից Արցախի հարցն այլևս հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չէր, խոսքն արդեն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին էր։ Արցախի հայերը 2022-23 թվականներին ներկայացվում էին որպես Ադրբեջանի էթնիկ խմբերից մեկը։ Հաշվի առնելով մեր աշխարհակաղակական միջավայրը, պարտադիր է մանևրել է ուժային կենտրոնների միջև։ Դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական հակամարտության լուծումն առանց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների կամ Եվրամիության, հատկապես Ֆրանսիայի։ Ժամանակին մենք գետնի վրա ունեինք ռուսական խաղաղապահ զորակազմ Արցախում, ռուսական ջանքեր կանգնեցնելու նոր պատերազմը, նաև ամերիկյան ջանքեր դուրս բերելու Ռուսաստանն այս տարածաշրջանից։ Հայաստանն իր տարածքով չպետք է դառնա մարտադաշտ մեծ տերությունների միջև։ Եթե Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը որևէ անհամաձայնություն ունեն իրար հետ, Հայաստանն այն տեղը չէ, որտեղ պետք է պարզվեն նրանց հարաբերությունները։ Աշխարհում կռիվ է գնում հողի տարածքների համար, մենակ Հայաստանն է, որ իր եղած հողերն է մի բան է նվիրում, այն ասում է դե սարերը մեզի պետք է այդ սարերը, չգիտեմ ժայռերը, մեզի պետք է էդի, հողոտես չի կարգը։ Մեծագույն ձախողումը, որ երկիրը ծախեց թուրքերին, ու թուրքերով շրջապատված ապրում ենք։ Իրա բութ ուղեղը, ես կյանքիս մեջ իրա կնոջ եւ իրա նման բութ անգրագետ չէի տեսել։ Պատերազմները ծախողումը եւ մեր հերոսների արյունը, որ թողեցինք այնտեղ, մենք ինչքան սերունդ կորցրեցինք։ Եթե պիտի տայինք սկզբից, եթե չենք տվել, ուրեմն չենք էլ տալու։ Ես այդ կարծիքին եմ, որ փածած երեխեքի առաջ մենք պարտավոր ենք հաշվետվություն ներկայացնել։ Այսօր խեղտել հարկերի տուրքերի մեր ժողովրդին, այդ հարցի պատասխանը չտալու խնդիր է ինձ թվում է։ Մենք այն սերունդն ենք, որ սև մութ, անլույս անջուր տարիներ ենք անցկացրել եւ այսօր հարկատու ենք, չգիտեմ ինչի համար։ Դա անասուն է։
Որովհետև ինքը թուրքի ժառանգ է, իր համար մեկ է, չէ որ թուրքերը որոշել են հայ արունը խմում են, իրանց ուզած ձևով խմում են։ Հիմա օղլին ես չգիտեմ, այդ օղլուն ոնց կարողանանք մենք պրծնենք դրանից։ Ժողովրդին խաբելը, սուտ խոսալը, անիմաստ օրենքներ ընդունելը, իր ասածին տեր չկանգնելը, վախենալու բան չունեմ։ Մենք ճիշտ ենք ասում, չէ՞, դաժե հասարակ այս երեք օրենքները շահերը չեն պաշտպանում։ Թող խոսքին տեր կանգնի, տղամարդը շլվարը ինչի մորա հագնում, որ ոտերը չծածկի։ Փաշինյանին բերել են հատուկ նրա համար, որ հայ ազգը վերացնեն։ Գիտություն, կրթություն, մշակույթ տարան կապեցին սպորտի հետ։ Մշակույթի աշխատողը գիտություն չի հասկանա, որ մնաց սպորտը։ Նրանց ծրագիրը հայ ազգը վերացնելն է։ Նա Հայաստանի հողերը, ջրերը մաս տալիս է Թուրքին, եւ Թուրքի ուրախությունն է։ Էրդողանի գիրքը Էրդողանի նկարի վրա ուրախ հիանում է այդ գրքով։ Էլ ինչ մտածեմ ես այդ մարդու մասին։ Ամեն ինչն էլ ծախողել է, էլի։ Զինվորներին, որ հիմա այնքան մահացան զինվորները, որ պիտի էթանել։ Մահացան գնացին, պրծավ, մեր 3 բակալենի չկա։ Կարային չէ, փրկեին։ Ձախողումներ նայել, որ ոչ մի անգամ պատերազմում չհաղթեցինք մենք։ Անտեղի զոհեր տվեցինք։ Օր-օրի վրա թանկացումներ ա լինում։ Ձախողում ա, թե չէ։ Ոչ մեկն էլ Նիկոլ Փաշինյանին չուզենա, որ ինքը մնա, քանի որ ինքը այնքան ստեր է խոսացել, որ ոչ ոք չի հավատում իրան։ Մեր գերիների համար, որ գերիների մասին չի մտածում, Ռուբեն Վարդանյանը բանը, այդ լավ մարդիկ գնացել են Բաքվի, բանտերը չեն կարողանում բերեն։ Չնայած գերտերությունների սուր հակասություններին, ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել էր այն միակ եւ բացառիկ բանակցային ձևաչափը, որում տիրում էր փոխըմբռնման մթնոլորտ։ Այսօր այն դե յուրե կա, բայց դե ֆակտո գոյություն չունի։ 3 միջուկային տերություններին բերել նստեցնել կողք կողքի որևէ հարցի շուրջ պրակտիկորեն շատ դժվար է, գրեթե անհնար։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ օրակարգ առաջարկել նրանց, որ խնդրի լուծմամբ նրանք պետք է զբաղվեն կամ առնվազն միջնորդեն։ Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատման, Արցախի կարգավիճակի, որն այսօր պարզապես բացակայում է, կամ նվազագույնը արցախցիների վերադարձի իրավունքի երաշխավորման, ուր էինք, ուր հասանք։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։